Ես կարող եմ ասել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը չափազանց չասեմ էական ազդեցություն ազգաբնակչության վրա, բայց սոցիոլոգիական հարցումներում իմ ազգանունը չկա, որովհետև կռիվը որ չլինի, որովհետև Նարիշկինը հիշում եք, չէ, Մոսկվայում ասեց 4 անձ նշեց կուսակցություններով, որոնք Հայաստանի արևմտամետն են, ընդ որում ասեմ քրիստոնյա ժողովրդավարական արևմտամետ չի, արևելամետ չի։ Ես բոլորի համար աշխարհում եք ասում եմ, մենք ոչ արևելամետ ենք, ոչ արևմտամետ ենք, մետ չենք, մենք Հայաստանակենտրոն ուժ ենք, որը շատ ազատ կարող է եւ արևելքի հետ աշխատել, արևմուտքի հետ աշխատել, այն հիշում եք Ռաֆու մեջ Վասակ մեր ուրեմն սպարապետը, որ Շաբուհին ասում է, որ ես ազատ էի, ոտերս երկու բարձ բլրի վրա էր, որ ուզեի կսեղմեի։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն որպես Հայաստանակենտրոն հատուկ չհասկացողների համար եմ ասում։ Ուժ, որը մերժում է մետերը եւ դա վտանգավոր է հաշվում, եւ մեր քաղաքական գրականության մեջ շատ մերժողներ են եղել այդ մետերը, որ մեզ խցկում են իմանորից մետերի մեջ եւ այլն։ Որպես Հայաստանակենտրոն ուժ եւ այլն էս բայդ հետ չեք գնում շրջաններ, այդ երիտասարդության հետ չեք, իմ ազգանունը չի լինում կամ Արամ Սարգսյանի ազգանունը չի լինում, որ ձեր դախեցած անունները գիշերցել եք դեմ եք անում ձեր ուրեմն այդ սոցիոլոգներով ձեր եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, Վարդան Ղուկասյանի անունն էլ կա։ Վերջը, այո, դե ինչ է։ Եվ բավականին թվերը։ Անձնականները դնենք մի կողմ, ես օրինակի համար սա ասեցի, ոչ թե ներգանալ, որտեղ ուրեմն հիմա քանի կա Facebook, քանի կա YouTube, ոչ մեկը չի կարող իշխել մարդկանց գիտակցությունների վրա, առաջին հերթին հենց սրանք չեն կարող, ինչ ուզում են անեն։ Բայց հիմա դիսկուրսը գնաց եւ հակամերիկյան ըստ էության շատ վտանգավոր բան է լինում այս մարդու արածի մեջ։ Ըստ էության Հայաստանը հայտարարվում է հակամերիկյան ուժ, դուք պատկերացնում եք, եւ այնտեղ վերվում է նախագահ Թրամփի բնավորության կամ երկու վերիպակը։ Այստեղ այս մարդը չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգները Քոչարյանի ժամանակվա Հայաստանը չի, մի մարդու իշխանություն 3 սպասարկող կուսակցություններով, բրոքսիներով, այդ ինստիտուցիոնալ պետությունը իր համար ասում եմ իր միջավայրի եւ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծաբանների համար, որ արտգործնախարարությունն է Միացյալ Նահանգներում քաղաքականություն վարում առաջին հերթին եւ դա Մարկ Ռուբիոն է, ասեմ նաեւ կենսագրագամաներ։ Վտանգը որտեղ եք տեսնում, Շիրինյան։ Ինչպես։ Վտանգը որտեղ եք տեսնում, որ ասում եք վտանգավոր հայտարարությունը։ Հակատերում է, չէ։ Տրամադրում է նկատում։ Պատմության մեջ այն հումանիտար օգնությունը բան, որ միշտ եղել է տնենք կողքի, ուրեմն Միացյալ Նահանգները Վիլսոնից հետո երկրորդ շրջանով թևերը բաց գալիս է դեպի Հայաստան օգնելու, ոչ թե Հայաստանին տանում է, արտագաղթեցնում է եւ այլն, եւ գալիս է նաեւ վերում է եւ Թուրքիայի ազդեցությունը շրջանցում է Հայաստանի հետ ուղիղ հարաբերության մեջ մտնելու։ Սա իմիջալոց ասեմ Վլադիմիր Լենինի համար գերեզմանի մեջ շուռ գալ է, հաջորդ ազատագրվում է, վերադառնում իր վիճակին։ Հիմա այս պայմաններում դուք Թրամփին ասում եք բան եմ հորանում բան, բա Պուտինի հասցեն մի բառ չեք ասում, ձեր երկիրը կոնկրետ տեղահանեց, կներեք տղամարդիկ էլ ձեր նմանները փախուստի դիմեցին, բա մի հատ ասեք մութ սենյակը փակեք, մարդ չլինի ձեր ներվերի համար մի հատ հայոյեք էլ իրեն ասեք ես ինչ արիր, ռիսկ անեն, հիմա գնանք առաջ, բայց այս վրանց, այս հարցը իհարկե ես կարծում եմ, որ Պետլեպը եւ ուրեմն մնացած կառույցները ամերիկյան այդ անհատական այդպիսի վերաբերմունքով չէ որ քաղաքականություն են վարում եւ Մարկ Ռուբիոն շատ լավ գիտի Հայաստանը, հայկական հարցը, ընտիր գիտի, ասեմ նաեւ հիմա իհարկե նա Պաշտոնյա չի կարող ցույց տալ եւ արգահատանք ունի Քոչարյանի սիրած Ալիևի հանդեպ անձնական արգահատանք է ունեցել։ Հիմա քաղաքականության մեջ ինչքան տակարտադրի, դա ուրիշ բան է, ասեմ որ ադմինիստրացիա երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերն անգիր գիտեն, այսինքն այդտեղ նախագահ Թրամփի ասածը կարևոր չի, բայց ինչի չեք ասում որ
նախագահ Թրամփը մեր վարչապետին ընդունեց սպիտակ տան դրան վրա ասեց սա քրիստոնյա Հայաստանն է, չեկիսներ, գագեբեշնիկներ, բաների ձեն հանեք, ինչու չեք ասում, դա Հայաստանի փափուկ ուժի գնահատական է, չէ՞։ Ինչ է, եւ բայց սա էլ այդ կան վտանգը չի դրա մեջ։ Ամենամեծ վտանգավորը դավադրությունն Իրանի հանդեպ, երբ ասում ես ամբողջը ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ հարցնում է Միացյալ Նահանգներին է հարմար թե Ադրբեջանին, որ լինեն Իրանի հիմա հարևան։ գալիս է, հա, նրանց հիմա գալիս է Իրանն է վտանգավոր մեզ համար, բայց ես ասեմ իմ տպավորություններ մի երկու ամիս առաջ, որ ես շատ լայն բաներ եմ, տեսակցություններ, վերլուծություններ, բաներ են ունեցել։ Իրանը ինքը հասկանում է, որ իր վիճակը մերձավոր արևելքում այն չի եւ 7 մղոնանոց քայլելով, անտեսելով նախկին իր կարծրատիպերը Հայաստանի հետ գալիս է ներձացման, այնպես որ այստեղ էլ էս մարդ հաջողություն չունի, բարձրապես ինքը դրանցով խաբար չի, քաղաքականության, այսինքն գործնականում բաներ գիտի պաշտոնի բերումը, մնացած իր այդ կապ չունի, որտեղ այս խորքերը պետք է հասկանանք, որտեղ քաղաքականությունը ստորջերյա է եւ անան։ Հիմա այս մնացած արդեն ինչ ասեմ, մնացածը այնտեղ ինչ է լինում։ Ասում են նաեւ որ Միացյալ Նահանգների այդ վերահսկվող ճանապարհը Իսրայելին է, Իսրայելին։ Դե խառնում է հрьяաների հետ է վատացնում, ռուսական շտամբը, սովետական հիշե։ Իրանի դեմ կատարվող ծրագրերի համար։ Ցեղը մեր ցեղասպանության պարագան ինչպես է բացադրվում սովետական բուհերում, որ մենք սովորել ենք։ Թուրքերը ցեղասպանություն են արել, ռուսները փրկել են, ցեղասպանությունն մտահղացել են ոչ թե թուրքերը, այլ հрьяաները։ Նույն չեկիստական գործը չի նույն օրը, այդ ոնց կա։ Հիմա էլ ռուսների հետ լավ լինենք, որ թուրքերը նորից Հիմա այստեղ էլ կա նաև մի խապկանք, որը հայ ժողովրդի համար սպիրկո մեկ եմ ասում, մտածելու բան է, եղբայր, ուրեմն Հայաստանը Ռուսաստանից չի հեռացել, Հայաստանը Ռուսաստանին փորձել է ինչքան հնարավոր է հետը լեզու գտնել շարունակել աշխատանք այնպես, ինչպես դա եղել է առաջին հանրապետության տարիներին, ուրեմն չնայած Ռուսաստանը գրոհում էր առաջին հանրապետության վրա, բայց Հայաստանի իշխանությունները մեղմ էին բոլշևիկների հանդեպ, հատուկ, որովհետեւ այդ չլինի։ Հիմա բայց այդ Ռուսաստանը բարձում է բանը չունի։ Հիմա ասեմ ինչն է բանաձևը։ Ռուսաստանը ինքը գնում է, ոնց բացատրեմ հայերին, որ Ռուսաստանը մեռնում է եւ Ռուսաստանը գնում է, տանդաղ է գնում, այս սրանք չխնայելով, օրինակ եթե մարդկայնություն մեջները լինեն, այդ բագո-մագոին Բաքու չէին ազդի, մեկ է իրենք գնում են, բայց մի հատ էլ վատություն արեցին իրենց քոցերի հանդեպ, որոնք ամբողջովին իրենց էին ծառայել եւ բարձ չի որ ուրեմն Վարդանյանն Ռուբենը Ստեփանագետ բերվեց, որ վարչապետ բերվի։ Հեղաշրջում այդ մարդիկ ոնց կարող էին անել։ Պուտինը վերցրեց սրանց պատժեց։ Բաքոն ոնց կարող է Հայաստանում հեղաշրջում անել եւ առասարակ հնարավոր չի հեղաշրջում պատժեց տվեց թուրքերին։ Հիմա ինքն էլ այս խնդիրն ունի, ինքը չի կարող դա անել եւ Աղասի Խանջանի նման ոնց որ ռուսները պատժեցին տվեցին Բերիային, ասին սրա հարցը փակի, որտեղ Հայաստանին լավ էր դավաճանել, իսկ ռուսներին պետք է որ լավ դավաճանողները մեր պատմության մեջ չմնան իրենց ծառաների մասին հայերի, որովհետեւ մնա հայ-ռուսական ջերմ հարաբերություններ եւ այլն, հետագայի համար, բայց այստեղ որպես չլինի որ բամբասանք եմ անում, ես եթե նկատել եք միշտ եմ խոսում, ասեմ, կարծում եմ բոլորը գիտեն, բայց եթե բոլորը չէ, այսօր Ռուսաստանի ուկրաինացիները նավթ արդյունաբերության այնպիսի ահռելի վնասներ են հասցրել, որ բենզինի արտադրության 40%-ը կրճատվել է։ Ուրեմն ասեմ ձեզ, ով որ չգիտի, այսօր հենց հիմա Ռուսաստանը բենզին է ներկրում Չինաստանից եւ Հնդկաստանից, 40%-ի արտադրությունը չունի։ Հիմա դա ցույց չի ձեզ համար մեր եւ հետո ես կան ասեմ, դե վարչապետին 100 անգամ հայոյում է, լավ դեմոկրատիա, իբրև թե, դե մի անգամ էլ Պուտինի շանը բան ասեք, են կամելյոնը հիշում եք բանի մոտ կա, չէ, Չեխովն է, չէ, կամելյոնը, այդ գեներալի շանը մի բան ասեք, ռիշ չեք անում,